Սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս եթերով առանձնահատուկ ձեզ եմ դիմում հարգելի պատերազմի մասնակից տղերք, պատերազմի բովով անցած տղերք, վիրավոր տղերք, դիմում եմ եւ ուզում եմ, որ դուք անմասն չմնաք այս ընտրություններին, որովհետեւ դուք այն ամենակարևոր մարդկանցից եք, հանրային տիրույթում, TikTok, Facebook, այսօր թերթում ես ինչ-որ ոչինչներ էլի, ոչ մի բան չունեն արած այս երկրի այս հողի համար իրենց ապրած կյանքով, բայց իրենք հանրային կարծիք թելադրող են ուզում դառնալ եւ իրենց լայքերի եւ չգիտեմ իրենց կապիկությունների եւ չգիտեմ ինչերի հաշվին փորձեն, մարդկանց ինչ-որ մեծ ուժերի ծրագրեր թելադրել, հասկանում եք, դուք պետք է անմասն չմնաք, դուք պետք է խոսեք եւ ինչ եմ ուզում, որ դուք ընդգրկվեք այս կարևոր որոշման մեջ, պայքարի մեջ, ընտրության մեջ, սա անկեղծորեն եմ ձեզ ասում, ես չեմ դիտարկում քաղաքական պայքար, ես սա դիտարկում եմ հայ մնալու պայքար, որովհետեւ բացահայտ է արդեն, որ սրանք երկիրը տանում են թուրքացման եւ հրահանգները Ալիևի կատարում են եւ այսօր նույն Նիկոլ Փաշինյանեն կնկած հավաքում են քվե Ալիևի հրահանգները կատարելու համար իրենք ընտրվեն որ վաղը գան սահմանադրությունը փոխեն եկեղեցին ամբողջությամբ քանդեն ազգային արժեքները ոտնահարեն Արցախը որտեղ որ վիրավորվել եք կռվել եք որտեղ որ ձեր ընկերները զոհվել են դրանից ամբողջությամբ հրաժարվես անգամ չհամարձակվես Արցախ անունը տալ երբ որ ինքը թանգարանի տնօրենին Արցախի գիրք նվիրելու համար է հեռացնում պատկերացրեք ընտրվելու դեպքում ինչա անելու մնացածը դուք պատկերացրեք շատ կարևոր է որ դուք հասկանաք թե ով պիտի լինի ձեր առաջնորդ այսինքն ձեր տեսակին պետք է նման լինի որը հասկանա ինչ է պատերազմը, ինչ է խրամատը, ինչ է առաջնագիծը, հասկանա ինչ է կզգացել դուք որպես վիրավոր, ինչ է կզգացել դուք որպես, չգիտեմ, այնտեղ որպես կռվող մարդ, որպես կռվող տղա, որպես պոստին կանգնող տղա, հասկանա ինչ ազգում զինվորը, ոչ թե դասալիքները, այս տեսակի մարդ պիտի լինի եւ ամենակարևորը պետք է կարողանա որպես քաղաքական ղեկավար ամրագրել ձեր հաղթանակը այսինքն եթե ձեր քաղաքական ղեկավարը թույլ է խեղճ է խեղճանում է Ալիևի առաջ խեղճանում է մեծ մնացած երկրների առաջ չի կարողանում դիվանագիտորեն հարցերին մոտենալ ավտոմատ մեր բոլորիս գործը մեր արյունը մեր քրտինքը ջուրն է գնում եւ ես ձեզ դիմում եմ, որ միանաք, համախմբվեք եւ դառնաք այն մարդկանց կողքին, ովքեր ոչ թե լեզվներին տվող են, այլ գործ անող են, գործի մեջ մտնող են, գործով ձեզ ապացուցող են, հասկանում եք, դուք կարաք փրկեք այս երկրի ճակատագիրը, դուք պարտավոր եք փրկելու, որովհետեւ ամենածանր պայերին դուք եք գնացել առաջնագիծ Դուք պետք է ամենաշատը խոսալու իրավունք ստանաք այսօր, ոչ թե չգիտեմ, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորեմ, բայց ոչ թե ոչինչ չարածները, դրանք չպետք է կարողանան ձեզանից ավել խոսան, հասկանում եք, դուք պետք է լինեք որոշողները, դուք, որովհետև վաստակել եք ձեր արյան պետ խոսալու իրավունքը, իսկ նա ոչինչ չունի վաստակած առավոտից իրիկու խոսում է, ինչի համար, ով է նա, դուք եք թույլ տալիս Դուք եք թույլ տալիս, պետք է թույլ չտաք, ձեր ընտրությամբ, ձեր խոսելով, ձեր կոչերով, պետք է համախմբվել ռեալ ուժերի շուրջ և վերջ տալ այս թուրքապատակներին։